Եղբայր, այնքան վաղուց չես զանգել։ Ես չգիտեմ քեզ ինչպես գտնել դրա համար։ Ես կարող եմ միայն քեզ նամակ գրել։ Հուսով եմ դու կստանաս այն։ Եղբայր, արդեն միջնակարգ դպրոցում ես։ Ընդունելության քննություններն ինչպես ես հանձնել։ Վստահ եմ քեզ մոտ ստացվել է։ Ես բարձրագույն միջնակարգ դպրոց եմ հաճախում։ Դու ինձ չես զանգում նրա համար, որովհետև շատ ես զբաղված քո կրթությամբ։ Ես ու մայրիկը տեղափոխվում ենք։ Մայրիկն ասում է, որ մեզ այս հին հեռախոսն էլ պետք չէ։ Գուցե ժամանակավոր տեղափոխվենք մեր նոր վարձակալած տունը։ Հենց իմանամ հասցեն, ես կգրեմ քեզ նորից։ Կարոտում եմ քեզ, եղբայր, Մոմո։ Ժաո, ես գրում եմ քեզ վերջին անգամ, որովհետև դու այդպես էլ չպատասխանեցիր։ Ինձ մոտ այնպիսի զգացում է, որ ես գրում եմ օդին։ Ես հիմա նոր դպրոց եմ տեղափոխվում ու ես շատ նոր դասընկերներ կունենամ։ Ես շատ նոր լավ ընկերներ կձեռք բերեմ։ Այնպես որ, արի այսքանով ավարտենք։ Ես այլևս քեզ չեմ կարոտի, Մումու։ Պարզվում է, նա ստացել է բոլոր նամակները, որոնք նրան ուղարկում էի։ Նա կարդացել է բոլորը։ Նա անգամ ինձ է նկարել բոլոր նամակների վրա։ Այս բոլոր տարիներին Ջինժաուն եղել է այնպիսին, ինչպիսին ես։ Նա էլ է անդադար իմ մասին մտածել։